Նոր տարին նոր պատրանքների եւ ցանկությունների իրագործման փուլ է։ Փոխվում է տարին, ու հնարավոր է, որ նոր սկիզբը կարող է նոր մեկնակետ լինել եւ հեքիաթ, քանի որ նոր տարին բոլորիս կամքով պատրաստված պատրանք է հավատալու, որ ամեն ինչ լավ է լինելու։ Եվ ինչքան հաճելի է այդ հեքիաթը, որին փայփայելու համար մենք զարդարում ենք տոնածառն ու մեր տունը, սեղան բացում, տան ոչ մի անկյունում որևէ համեղ պատառ չպահելով։ Նոր տարվան սեղան են պատրաստում բոլոր ազգությունները միասնական բաժակ բարձրացնում։ Դիմավորում են առատությամբ, որպեսզի նույն առատությամբ էլ շարունակվի տարին։ Սա տոն է ու հեքիաթ, քանի որ բոլոր երկնային ուժերը այդ օրը մեզ հետ են եւ պատրաստ մեզ բարեկեցություն տալ առաջիկա տարվա ընթացքում։ Ամանորի սեղանը պետք է տարբերվի առօրյականից։ Մենք զարդարում ենք ու հպարտ տանում նրանով։ Եղերնի տոնածառի ճյուղերն եմ կտրատել եւ շարել եմ երկար ձևով, երկար սեղանի վրա եւ ասեմ ձեզ, երկար սեղանները հիմա շատ մոդայիկ են, եվրոպական ոճը յետա վերադառնում եւ անշուշտ ինչ որ ունես տան մեջ, կարող ես գեղեցիկ ձևով վրան դրել ենք եղերնու քոները, շշկաները, ռուսերեն ասեմ, եւ գեղեցիկ մոմականներ, եթե տանը ունեք, խնդրում եմ 4 կոմա դրեք եւ առանք փոքր վեյզերի մեջ դրեցինք վարդեր, մեր գույների համեմատ, կարող եք տնեք դեղին կսազի սրան, բայց նախընտրում եմ կարմիրը, քանի որ գեղեցիկ տոնական օրի համար է եւ կարմիրը անշուշտ սիրում է բոլոր կողմից։ Ես շատ եմ սիրում aromatherapy, որ անուշ ուրմունք տա սեղանը եւ կարող եք պարզ դեր լիմոնները եղերնու քոներն էլ դարչինով հոտում են, շատ անուշ հոտ կա վրան, դա էլ կարող եք դարչինը, լիմոնը եւ այլն հիշացնում է մեր նոր տարին, ունենք դեղին քարեր եւ cranberry իհարկե այստեղ ամենտեղ կա, հույսով եմ, որ Հայաստանում էլ կարողանան գտնել, եթե չէ, իմպրովիզացիա արեք ինչ որ կարմիր բերի եւ ունենք ծուլպաններ շատ գեղեցիկ են եւ կարող եք այդ ծուլպաններով եղերնու ծառի վրա գնալ մի քանի տեղ, այս կողմ եւ այդ կողմ կարմիր դեղի կանանչի շարունակությունը, որը ունենք ջուրը, որը մատուցել վրա մի հատ փոքր լիմոնով եւ քրեմբերով եւ մենթով։ Անզսպելի բագրին կփոխարինի անխռով հանգստավետություն խորհրդանշող նապաստակի տարին։ Նապաստակը սակայն երկչոտ է եւ նեղացկոտ եւ կարեւոր է, որ տոնական սեղանը նրան դուր գա։ Որոշեցինք պատրաստենք մի շատ համով աղցան, որը որ ուրեմն կունենա տարբեր տեսակի լատեստերի տեսականին։ Ունենք շատ գեղեցիկ մանդարիններ, կտրել ենք դեղին եւ կարմիր խաղող, խնձոր կտրատած, որը որ մի քիչ պահել ենք լիմոնի ջուրի մեջ, դա արդեն գիտեք, որ չսևանա, անշուշտ ունենք պոպոկ, թարմ պոպոկ եւ cranberry։ Նորից մենք բերում ենք, քանի որ այդ նույն սեղանի վրա է գնալու, նույն գույների վրա ենք ուզում աշխատենք, դեղինը կանաչը եւ կարմիրը բերելու ենք cranberry-ով եւ dressing-ը ես հիմա կդնեմ, որը որ մեր strawberry raspberry dressing-ն է, մենք ենք պատրաստում այստեղ, նորից քաղցր թթու եւ կծույա եւ վրան գեղեցկացնելու համար կդնենք տարբեր տեսակի բերիներ, եթե չունեք raspberry-ից կարող եք cranberry դնեք նորից կամ կարող եք դնեք strawberry եւ անշուշտ feta cheese կամ ինչ որ ցանկություն ունեք, fresh mozzarella cheese, ես նախընտրում եմ feta-ն, որով feta-ն մի քիչ էլ աղյություն ունի եւ մրգի հետ դա շատ։ Եվ թարմ ռեհան եմ կտրատում։ Եվ հույսով եմ, որ մեր հայերը Հայաստանում էլ սա կարող են պատրաստեն, որով փորձեցինք այդպես անենք, որ ամեն ինչից կգա։ Եվ մի քիչ կտրություն ենք տալիս մեր հալեբի բիբարով։ Եվ անշուշտ մեր ռեստորանում ամեն ինչը մատուցվում է մեր գեղեցիկ ծաղիկներով, որ կարող ես ուտես։ Սա եղավ մեր սալատը, համեցեք։ Սեղանը պատրաստ է, ընտանիքը հավաքում է սեղանի շուրջ եւ անհամբեր սպասում, երբեմն միայն նոր տարվա օրերին պատրաստվող հատուկ ճաշատեսակներին։ Պարսկահայերը համայն տարածքում մեծ ուրախությամբ եւ շքեղությամբ տոնում էին նոր տարին եւ անկախ նրանից, որ տները ունևոր էին, թե չունևոր, բայց տանտիկինը միշտ պատրաստության մեջ էր անցնում, կարելի է ասել 2 ծրագրով,
նախապես տարբեր զանազան խմորեղեն պատրաստելով, որ ավանդական նազուկներ եւ գաթաներ, եւ ապա սեղանի պատրաստություններ, որ ինչպես նշեցի, եթե նաեւ պայմանները շատ լավ չէր, բայց ապահովաբար նրանք այդ օրվա համար մտածում էին եւ սեղանին դնում էին հնդկահավ, խոճկոր, զանազան մսեղեն եւ անպակաս էր ճիրու չամիչը, որ ձմեռ պապիկի միջոցով տրվում էր երեխաներին։ Սեղանը պիտի մնար 7 օր, մինչև ջրօրհնեկից 1-2 օր հետո, որովհետև այցելուները պիտի գային եւ պիտի տեսնեին եւ պիտի շնորհավորեին, ամեն ինչով պետք է ասել պատրաստ պիտի լիներ տանտիկինը իր գցած սեղանով։ Գուշակություններից, խաղերից եւ ավանդություններից ամենաընդունվածն ու սիրվածը ամանորյա տարեհացն է։ Տանտիրուհին տարեհացի մեջ դնում է որևէ նշան եւ բաժանում ընտանիքի անդամների միջև, ում բաժնի միջից որ դուրս է գալի նշանը, ըստ ավանդույթի, որպես խաղիկ տարին նրա համար հաջող է լինելու։ Արևմտահայության մեջ էլ նաև այդ քաղցրավենիք պատրաստելը կար, ինչպես ասենք խուշապներ, շարիկներ եւ ասենք կադայեֆներ, չրագներ, դրանք ամբողջապես պատրաստվում էր նոր տարվա համար, իսկ անուշապուրը մի տեսակ կերակուր էր, որի բաղադրությունն էր արմավը, ծիրանը, չորացրած ծիրանը, չամիչը եւ ընկույզը եւ քաղցր շաքարավազով էին պատրաստում, անպայման պիտի լիներ, որտեղ այդ մտքով էին, որ այդ քաղցրությամբ սկսեն նոր տարին եւ կողքին չամչով փլավը անպակաս էր, այդպես էր, մինչեւ հիմա էլ կարծեմ այդ սովորություն կա։ Շնորհավոր նոր տարի եւ չմոռանանք ժամը 12-ից մի քանի վայրկյան առաջ երազանք պահել։ Թող Աստված յուրաքանչյուր հայ օջախը օրհնե, թող յուրաքանչյուր օջախի լույսը միշտ վառած մնա, երբեք չմարի, թող ովևէ մեկ հայ ցավ չդեսնե, թող բոլորնալ անխդիր օրհնություններ վայելեն, իրենց կյանքերուն մեջը դիրոջ քաղցրությունը վայելեն, թող սերը դիրաբեդե մեզ մե յուրաքանչյուրի սրդերու մեջ, թող հաշտության դարի ըլլա, սիրո, խաղաղության, խնդության դարի ըլլա, մեր հայրենիքը վերագազմագերբվի, մեր հայրենիքը վերազորանա եւ մեր եկեղեցին բայցարանա ու ծաղկի։ Անի Թադևոսյան, Վարդան Իսմայելյան, Հորիզոն հեռուստաընկերություն։